Քրիստոնեական կաթողիկեի եկեղեցու գլուխ 2 Հիսուս Քրիստոսն իբրև միջնորդ ու ամբողջացում ողջ հայտնության, ասված ամեն ինչ ասած իր բանով։ Շատ անգամներ ու բազմաթիվ կերպերով Աստված խոսեց մարգարեների միջոցով, իսկ վերջին օրերին նա մեզ խոսեց իր որդու միջոցով։ Քրիստոսը, Աստծո մարտացյալ որդին, որ միակ խոսքն է, կատարյալ ու անգերազանցելի։ Նրանով Աստված ասում է ամեն բան, և նրանից բացի ուրիշ խոսք չպիտի լինի։ Սուրբ Հովհաննես Խաչյանը ուրիշ նմանների շարքում սա է բացատրում, լուսավոր կերպով մեկնաբանելով Եբրայեցիների նամակը. Այն վայրկյանից իսկ, երբ Աստված մեզ տվեց իր որդուն, ով նրա միակ ու վերջնական խոսքն է, նա մեզ մեկ անգամ ընդմիշտ ասաց ամեն բան իր այս խոսքով և ուրիշ ոչինչ չունի ասելու։ Որովհետև ինչ որ նա մաս առ մաս ասում էր մարգարեներին, դրա ամբողջն ասաց իր որդով, տալով մեզ այս ամենը, որ իր որդին է։ Ահա թե ինչու նա, ով հիմա պիտի ուզենա հարցաքննել Աստծուն կամ նրանից մի տեսիլ կամ հայտնություն խնդրել, ոչ միայն հիմարություն պիտի գործի դրանով, այլ նաև վիրավորանք ընդդեմ Աստծո, իր աչքերը չսևեռելով միայն Քրիստոսի վրա և այլտեղ ուրիշ բան կամ նորություն փնտրելով։ Ուրիշ հայտնություն չպիտի լինի, քանի որ քրիստոնյա տնտեսությունը վերջնական նոր ուխտն է, ուրեմն այն երբեք չպիտի վերանա։ Հետևաբար մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքով հայտնությունը, այլևս ոչ մի ուրիշ հրապարակային հայտնություն չպիտի ակնկալվի։ Նույնիսկ եթե հայտնությունն հասել է իր ամբողջացմանը, սակայն նա ամբողջովին չի բացատրված, ուստի քրիստոնյա հավատքին մնում է, որ դարերի ընթացքում աստիճանաբար ըմբռնի նրա ամբողջական տարողությունը։ Դարերի ընթացքում անհատական կոչված հայտնություններ եղան, որոնցից ոմանք ճանաչվեցին եկեղեցու իշխանության կողմից, սակայն նրանք չէին պատկանում հավատքի ավանդին։ Քրիստոսի վերջնական հայտնությունը բարելավելը կամ դրացնելը չէ նրանց դերը, այլ օգնել կատարյալ կերպով ապրել այն պատմական որոշ ժամանակաշրջանում։ Առաջնորդված եկեղեցու վարդապետման իշխանությունից հավատացյալների ներքին զգացողությունը պիտի գիտենա զանազանել ու ընդունել այն, ինչը որ այս հայտնությունների մեջ Քրիստոսի կամ նրա սրբերի կողմից եկեղեցուն ուղղված վավերական կոչն է։ Քրիստոնյա հավատքը չի կարող ընդունել հայտնություններ, որոնք հավակնում են գերազանցել կամ սրբագրել հայտնությունը, որի ամբողջացումն է Քրիստոսը։ Այս է պարագան մի շարք ոչ քրիստոնյա կրոնների ու նաև մի շարք նոր աղանդների, որոնք իրենք իրենց հիմնավորում են այսպիսի հայտնությունների վրա։